Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ հարգելի հետևորդներ, եւ այսպես մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք սիրված դերասանուհի Գայանե Ասլամազյանին։ Գայանե ջան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իհարկե ցանկությունը մեծ էր ձեզ հետ զրուցելու այլ ավելի հաճելի թեմաներից, արվեստից, կինոյից եւ այդ բնագավառից, բայց մենք ստիպված ենք խոսելու ավելի մեզ համար ոչ այնքան հաճելի թեմաներից եւ դուք լինելով բավական ակտիվ մարդ սոցիալական ցանցերում եւ ունենալով մեծ լսարան մենք պետք է խոսենք այն իրադարձություններից, որոնք որ տեղի են ունենում Հայաստանում եւ այնքան են թեմաները, որ նույնիսկ դժվար է ասել, որից պետք է սկսենք, բայց երևի թե ամենագլխավորը այս պահին Միքայել arczepiskopos Աջափայանի վերաբերյալ դատական նիստներ, որը տեղի ունեցավ, նրան մեղավոր ճանաչեցին եւ կալանքը շարունակեց մնալ խափանման միջոցը շարունակեց մնալ նույնը, ինչ կասեք այս թեմայով, սա քաղաքական հետապնդում է ձեզ թե ոչ։ Ողջույն։ Շատ շնորհակալ եմ եւ իսկապես ցավալի փաստ է, երբ սպորտի աշխարհի ներկայացուցիչը արվեստի բնագավառից մարդու հետ ստիպված են խոսել նման հարցերի շուրջ, բայց սա ցավալի փաստ է, որ աշխարհը եւ հատկապես մեր երկիրը այնպես է փոխվել, այնպես է տակնվրա եղել, որ մենք բոլորը ստիպված ենք ուղղակի մեզ թույլ չեն տալիս եւ հնարավորություն ընդհանրապես չեն տալիս, որպեսզի մենք հետ քաշվենք այդ ամենից եւ եթե դու մի փոքր հայրենասեր անձնավորություն ես եւ ունես պրինցիպներ, ապա ուղղակի չես կարող այս ամենի մեջ չթաթախվել։ Սա ցավալի մասին, ավելի ցավալին շարունակելով, իհարկե խափանման միջոցը կրկին որպես կալանք թողնելով, ես ավելի քան կարող եմ հաստատել, որ այո, սա քաղաքական հետապնդում է։ Եվ քաղաքական հետապնդումները շարունակական են մեր երկրում, արդեն 7 տարի եւ արդեն այլ բան չմնաց, չենք հասցնի աչք թարթել, արդեն կասենք 8 տարի, որովհետեւ կարծես թե ոչինչ չի փոխվում եւ մարդկանց այս ամեն այս իրադարձությունները, այս անպատժելի վիճակը, որտեղ պատժվում են անմեղները, բայց նրանք ովքեր իրականում պատասխանատու են շատ ու շատ վատ իրադարձությունների համար, ուղղակի անպատժելի են։ Սա շարունակական է եւ շատ շուտով մենք ասենք արդեն 8 տարի, 9 տարի, որովհետեւ մարդիկ չգիտես ինչու չեն ընդվզում։ Այ հենց դրա մասին էլ ցանկանում եմ խոսել։ Ինչն է պատճառը, որ սա արդեն կոնկրետ քայլեր են ուղղված եկեղեցու դեմ։ Եղավ ինչ որ մի ակցիա Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, բայց դրանից հետո որևէ լուրջ նախաձեռնություն կապված հայ եկեղեցու դեմ քայլարշավի չեղավ եւ նույնիսկ Սրբազանին երբ որ շարունակեց մնալ կալանքի տակ որևէ ինչ որ լուրջ հայտարարություն, կոչ թեկուզ ընդդիմադիր գործիչներից կամ մարդիկ դուրս չեկան փողոց եւ որևէ կերպ իրենց բողոքի ձայնը չարտահայտեցին։ Ինչու է լռում ժողովուրդը։ Ես կարծում եմ, որովհետեւ մենք արդեն ուշացրեցինք, որովհետև այս 7 տարիների ընթացքում արդեն կազմավորվել է մի մեծ ինֆրաստրուկտուրա։ Եթե ժամանակին մարդիկ դեռ չէին հասկանում ինչ է կատարվում, դեռևս ինչ-որ որոշ մի մասը հավատքով էր լի, մի մասը ուղղակի կամկացի մեջ էր, ինչ-որ մի մասը վախերի մեջ էր, ապա արդեն ստեղծվեց մի շերտ, որը սկսվել է ֆինանսավորվել, արդեն որի կյանքը բարելավել է, արդեն հաստատվել են ընտանիքներով, բարեկամներով, եւ արդեն մեծ սիստեմ է կազմավորվել, որը պարզապես էլ ոտքի չի ելնի եւ իրենք հետ են մղել իրենց արժեքները մարդկային, ազգային եւ առաջ են դրել առաջին պլանում տեսնում են իրենց ուղղակի բնականon կյանքը մի փոքր ավելի բարելավված տարբերակով եւ խնդիր չեն տեսնում։ Դժվար է արդեն նման պայմաններում եւ 7 տարի արդեն դա կազմավորվել է, ամրապնդվել է, մեծացել է, շատացել է այդ մարդկանց ինչ որ ոտքի հանել կամ փորձել արժեհամակարգը փոխել։ Բայց չէ որ մեզ արդեն լուրջ վտանգ է սպառնում անվտանգային տեսանկյունից, եթե 2020 թվականին վառացիորեն այս օրերի ընթացքում սկսվեց մեր բոլորի մղձավանջը, որը չի ավարտվում ոչ մի կերպ, հիմա արդեն ուղիղ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքին, թեպետ մեր ականջին շարունակում է լցնել
բաներ, որ խաղաղությունը մոտ է եւ այլն, բայց չէ որ խաղաղությունը մոտ չէ որ ակնհայտ է, չէ որ հասարակ ժողովուրդը պետք է տեսնի, որ չկա այդ խաղաղությունը, այսինքն ասվում է, որ մենք արդեն թևակողել ենք խաղաղության ժամանակաշրջան, բայց հարևան պետությունից շարունակում են հնչել պահանջատիրական խոսքեր, բայց մենք ինքնիշխան պետություն ենք։ Մենք ինքնիշխան։ Պարզվում է, գիտեք, դուք հիմա հարց եք տալիս, որը ցավոք սրտի կարծում եմ մեր հասարակության շատ մի փոքր զանգվածն է իրեն այդ հարցը տալիս, որովհետև կարծես թե մենք հիմա խոսում ենք ընդամենը այս 17 թվականից հետո ստեղծված իրավիճակներին, բայց իրականում մեր խնդիրը դեռևս շատ վաղուց էր սկսվել, երբ սերմանում էին մարդկանց մեջ ատելությունը Արցախի եւ արցախցիների նկատմամբ։ Մենք չենք կարող դա անտեսել եւ տարիներ անց անգամ այս սարսափելի իրադարձություններից հետո ես ձեզ վառ օրինակ բերեմ անկախության օրվա կապակցությամբ Արցախի ձայներ երգչախումբներ այստեղ եւ նախատեսված էր շատ գեղեցիկ համերգ, որը իսկապես շատ գեղեցիկ էր, շատ հուզիչ էր, բայց քանի որ դա Արցախի ձայներն էին, քանի որ դա արցախցիներ էին, բազմիցս հնչում էին արտահայտություններ, դե թող արցախցիներն էլ գնան, արցախցիները հարուստ են, թող իրենք էլ տոմսերը առնեն, մենք արցախցիների հետ ինչ գործ ունենք, ինչ Արցախի ձայներ եւ այլն, ամոթ է։ Ամոթ է ու անընդմեջ հիմա գործող իշխանության ամբողջ գործիքակազմը օգտագործում է եզրույթ, որ վերջերս լսեցի ինձ մոտ բերեց բանով համացանցում տեսա ինչ որ մի կտոր վիդեոից ես չեմ փնտրում այլ հայրենիք, որը դուրս է Հայաստանի Հանրապետության տարածքից։ Ինչ է սա նշանակում։ Լավ, հասկացանք ժողովուրդը արդեն ուշացել է ոտքի ելնելուց, բայց սա արդեն արժանապատվություն է վիրավորում մարդու, որովհետև բազմաթիվ մարդիկ կան, ովքեր որ ապրում են Արարատով, Անիով, Արցախով, մենք այդպես ենք սովորել, մենք այդպես ենք մեծացել, որ Անին եւս մեր հայրենիքն է, Արցախը մեր հայրենիքն է, մեր կորսված հայրենիքն է, Արցախն այն ժամանակ հայկական էր եւ հայկական լինելու է, դրա մասին չի խոսքը։ Բայց մատաղ սերնդին ինչպես պետք է սովորեցնել, որ դա ճիշտ չէ, այն խոսույթը, որ այսօր կա, դա ճիշտ չէ։ Դուք չեք կարող մատաղ սերնդին ոչ մի նման բան սովորեցնել, որովհետև անգամ նրանց կարգախոսը սեպտեմբերի 1-ից լավ սովորի, որ լավ ապրես։ Եվ նման կարգախոսով մեծացող երեխաները, որոնց պատմության գրքերում ամենամեծ ձեռքբերումը դա 17-18 թվականի այդ իրադարձություններն էր, բնականաբար այդ երեխան կմեծանա թերի եւ թյուր արժեհամակարգով, որի դեմ դուք ուղղակի պայքարելու բան չեք ունենա։ Ես էլի եմ ասում, ենք ուշացել ենք։ Մենք կորցրել ենք մի ամբողջ սերունդ, որը մեծացել է այս ատելությամբ դեպի նախկինների արածները, դեպի մեր իսկապես իրական արժեքները, դեպի մեր հրաշալի Արցախի նկատմամբ այդ սերը, եկեղեցու նկատմամբ նման զզվելի, ես այսօր դիտում եմ ինչ-որ մի արարածի, ով էլի եկեղեցու մասին խոսելիս ասում էր, որ եկեղեցականները դրամներ էին ստանում ինչ-որ բան անելուց, բայց դե կներեք, իսկ երբ է պատմության մեջ որևէ եկեղեցին առանց ինչ-որ փոխհատուցման կամ ինչ-որ մի բան արվել, այդ նույն մարդը, որ ասում է ինքը օտար մարդու համար երբևէ ինչ-որ բան կա, արած ուղակի ցանկության համար։ Երբևէ, ու ես չեմ հասկանում, այո, ես վստահ եմ, որ եղել են ինչ-որ անարդար բաներ, բայց որտեղ չի եղել։ Որ բնակավարում կամ որ ժամանակներում նման բան չի եղել։ Մենք պետք է արդար լինենք եւ պետք է տեսնենք մեր իրականությունը։ Իրականությունն այն է, որ եկեղեցին մեր հիմքն է։ Եվ այն ուղակի անսասան է, չի կարելի կպնել մեր սրբությանը։ Դա մեր հիմքերի հիմքն է։ Դե հիմա փաստորեն ստացվել է այնպես, որ հիմքերի հիմքը դարձել է Ստամոքսը։ Այսօր լավ սովորիր, որ լավ ապրես, եւ այդպես դպրոցներում երեխաները եւ ոչ թե նրանց մտածելակերպը մեծացնում են տիեզերքով, ապագայով, երազանքներով, այլ պարզապես դու մի փոքր այսօր լավ սովորիր, որ լավ ապրես, իմանաս լավ ոնց գումար կորզես, ինչ անես, ոնց անես։ Դարձյալ մեր բնակավարների մասին պետք է խոսենք, վերջին շրջանում առավել քան ակտիվ քննարկում էր համացանցում Նիկոլ Փաշինյանի ուղիղ ներգրավված
նվիրվածությունը մշակույթի գործիչների աշխատանքների վրա, այսինքն բեմադրությունների մասին, եթե խոսենք կամ կինոների, բեմադրությունների, էկրանավորումների մասին, որ պետք է բարձրաձայնվեն բացարձակապես իրական Հայաստանին վերաբերող հարցեր ու խնդիրներ, քարկոծվեց Մկրտիչ Արզումանյանը եւ հետո եղավ նրան շատ արագ իրենցով անելով գործընթացը, աջակցությունն այսպես կոչված մշակույթի գործիչները իրենցով հասարակական կարծիք ձևավորող մարդիկ են։ Այդ թվում նաև դուք, որտեղ դուք եւս հասարակական կարծիք եք ձևավորում, ձեր կարծիքի մասին շատերը գիտեն եւ ձեզ հետևում են։ Միթե դժվար չէ Հայաստանում ձևավորել այնպիսի կարծիք, որ իրավունք չունի պետությունը եւ պետության ղեկավարը մասնավորապես մտնի թատրոն եւ թատրոնի դերասանին ասի, այ դու պետք չէ սա մարմնավորես, այս կերպարին մարմնավորես, այլ պետք է դու բարձրաձայնես իրական Հայաստանի մասին խնդիրներ։ Ապրիլի 24-ն է համարվում մեր ազգի սևեջերից մեկը, որովհետև հենց այդ օրը գլխատվեցին մեր մտավորականությունը։ Այն մարդիկ, ովքեր ձևավորում էին մտածելակերպ, ազգային շարժում, ազգային արժեքներ, մեզ գլխատել են դեռևս 17 թվականին, որովհետև 17-ից ի վեր ես գրեթե չեմ տեսել արվեստի ներկայացուցիչ շատ քչերն են, շատ, ովքեր իսկապես բարձրաձայնում են, համաձայն չեն այս ամենի հետ, չեն վախենում խոսել եւ իրենց կարծիքն են արտահայտում։ 7 տարի շարունակ շատ շատերը լռել են։ Նաեւ իմ լավ ընկերը, որին ես շատ սիրում ու հարգում եմ, բայց լռությունն էլ է վտանգավոր, լռությունն էլ է դավաճանություն։ Եվ եթե անգամ 7 տարի լռելուց հետո դու փորձում ես արդեն խոսել, քեզ արդեն չեն լսի։ Եվ եթե անգամ ինքը այդտեղ կանգնած երևում էր, որ ինքը իրեն լավ չի զգում, հարմար իրավիճակ չի իր համար, եւ անգամ ինքը փորձում էր ինչ-որ բան հակադարձել, արդեն նրա ձայնը լսելի չէր։ Որովհետև 7 տարի ինքը եղել է համամիտ փաստորեն, որտեղ լռությունը համաձայնության նշան է։ Ես շատ ցավում եմ, որ այդպես է։ Ես շատ ցավում եմ, որ մեր բոլոր արժեքներին, բոլոր բնագավառներում կպնում են, որովհետև մկոնել է մեր արժեքը։ Այո, մարդ, ով ունի մեծ զանգված իր հետևորդների, մարդիկ, ովքեր մեծացել են իր սկեչերով, մեծացել են իր ներկայացումներով, հրաշալի ներկայացում, որը նրանք բեմադրել էին, վերածեցին, զրոյացրեցին միանգամից, վերածեցին միտինգի, բնականաբար բերեց ամեն ինչ իր դաշտ, իսկ ցածր մարդու հետ չի կարելի բանակցել, որովհետև ինքը կբերի քեզ իր ցեխոտ կեղտոտ դաշտը, որտեղ դու կմխտրվես, բայց էլ քո ասելիքը չես ունենա։ Եվ իրենք հենց դա էլ արեցին Մկոյի հետ։ Ու ես շատ ցավում եմ, որովհետև Մկոն իրականում արժանի չի նման բանի։ Դա է խնդիրը, այսինքն ինչով են այսօր առաջնորդվում հասարակական կարծիք ձևավորող նման մարդիկ, դերասան լինի, հաղորդավար լինի, երաժշտության բնագավառի ներկայացուցիչ, երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, միթե գումար աշխատելն այդքան կարևոր է։ Հասկանալի է, որ գումարը էական նշանակություն ունի։ Ես իրավունք չունեմ ընդհանրապես ոչ մեկի անունից խոսել, ոչ մեկի կոշիկով երբևէ չեք անցել, որ իմանաք ով ինչից ելնելով ինչպես է իրեն պահել, ես չեմ արդարացնում, բացարձակ, որովհետև ես ինքս շատ դժվար օրեր ունեցա, անգամ լինելով Հայաստանից դուրս, որովհետև այդ ազդեցությունը շատ մեծ է, եւ շարունակում եմ դեռևս քաղել այդ հետևանքները իմ որոշումների, իմ խոսքի, այո, որովհետև հայ ազգը մինչ օրս իրեն պաշտպանում է, ինչը ինձ համար ուղղակի անընդունելի է եւ անհասկանալի, դա ինչ որ abusive եղած ինչ որ հարաբերություններ են, որտեղ ուղղակի այդ զոհը չգիտեմ ոնց հետևում է եւ այդպես շարունակում է մեծարել այդ անձնավորությունը։ Ստոկհոլմյան սինդրոմ։ Այո, այլ կերպ դա հնարավոր չի ասել, որովհետև երբ որ ասում են Արցախը մերը չէր գնացել է, ես ուղղակի ապշում եմ, երբ որ կարելի լսում ենք արտահայտություն, ասում են ինչ գործ ուներ հայ զինվորը օտար հողի վրա, եւ դրանից էլ ավելի վատ, որ մարդիկ կան, ովքեր համաձայնում են։ Դրանից էլ ավելի վատ մարդիկ, ովքեր կարող են այդ մեծագույն դահլիճում այդ ստոր արարածին ծափահարել։
երբ որ նա ձևական այդպես արցունքները, այո, թողնում, հետո գնում ծնկի իջնում։ Այդու դերասանուի դա Բայց ում արչև է ծնկի իջնում, ում արչև։ Այն մայրերի ում քարշ էին տալիս Եռաբլուրում, այն մայրերի ում զավակների մարմինները այդպես անարգված էին, որ մենք տեսանք, այն մայրերի ում հետ այդպես են վարվել եւ շարունակում վարվել։ Ինչի մասին է խոսքը։ Ահավոր է պարզապես ու նման թեմաներ նախր անսպառ են ամեն օր մի նոր բան Բայց ամենավատը գիտեք որն է։ Շատ հաճախ մենք ասում ենք, այո, մարդիկ անկիրթ են շատ-շատերը, կրթություն չունեն, այո, 30 տարի ինչ որ բաներ լսել են, հա չեն կարողանում զտել իրականությունը, չգիտեն պատմություն, բայց մեջները կան շատ կիրթ, շատ գրագետ մարդիկ, որը ինձ համար ընդհանրապես ֆենոմեն է։ Այ դրա մասին է խոսքը։ Այդ կիրթ եւ գրագետ մարդկանց մեծամասնությունը, եթե այսպես ասենք, իրենց պետք է առաջնորդեն հասարակական կարծիք ձևավորող մարդիկ, սիրված մարդիկ, դերասան կարող է լինել, կոմպոզիտոր, Բայց մի մասը լռում է, մի մասը համաձայն է։ Ահա, այդ է ամենավատը։ Ու դրան լուծում չկա։ Ու ամեն օր ես ասում եմ, ամեն օր մի նոր բան է տեղի ունենում Հայաստանում, ամեն օր մի նոր բան են հայտարարում, որը абսուրդի ժանրից է։ Արարատը հանել ելքի եւ մուտքի կնիքի վրայից ու պատճառաբանությունը էլ ավելի անհեթեթ է, ասում են կնիքը մեծ էր։ Այո, փոքրաչափերը Արարատը փոքրացրեք։ Սիսը դրեք։ Չէ, ինչու։ Ես դուք գիտեք, դուք հասկանում եք ինչ է տեղի։ Հասկանալի է, բայց ասում են դա խաղաղության, որ դա պրովոկացիայի չենթարկի Թուրքիային եւ Ադրբեջանին, որ կարող է դա խանգարի խաղաղության գործընթացին։ Երբևէ ոչխար լինելը չի փրկել, որպեսզի գելը ուտի։ Երբևէ։ Ասենք մենք հիմա պատրաստ ենք լինել ոչխար, ում համար, ինչի համար։ Թե մտովի, թե ֆիզիկապես, որպեսզի գան վերացնեն։ Ես չեմ հասկանում, ես չեմ Պատմության մեջ չկա ընդհանրապես նման օրինակ, որպես ինչ որ պետություն, ինչ որ ազգություն այդպես հանձնվի եւ չկոտորվի։ Չկա այդպիսի բան։ Իրենք ջնջվում են, ձուլվում են, վերանում են քարտեզի վրայից։ Պետք է չհանձնվեն, պետք է պայքարեն։ Այո, ես հիմա այս բառերը ասում եմ, նույնիսկ ասեն դու ում երեխաների հաշվին ես դա ասում։ Բայց եկեք համեմատենք, հիմա իրենք գրում են, ասում են, վերջապես խաղաղության փուլում ենք երիտասարդ չի մահանում։ Նախ մահանում են։ Հետո եկեք հաշվի առնենք, պարզ թվաբանություն է, եթե առաջին Արցախյան պատերազմի զոհերի քանակը չհաշվենք, կամ անգամ եթե հաշվենք այդ ընթացքում, դրանից հետո 30 տարվա մեջ քանի հայ է մահացել, եւ քանի հայ մահացավ 20 թվականին պարզապես, որովհետեւ ինքը չէր ուզում, որ իրեն դավաճան անվանեն, եւ դա իմ խոսքերը չեն։ Դա ինքը մեզ ասաց, որ ես կարող էի նույն բանը անել առանց զոհերի, ուղղակի դուք ինձ դավաճան կանվանեիք։ Հիմա էլ են ասում դավաճան, բայց Հա, բայց իր ծրագրերի մեջ դա կար, իրեն պետք էր, որպեսզի նա զոհեր մեր հայ երիտասարդներին, վերածեր նրանց հաշմանդամների, որպեսզի հայ աղջիկներ մնան առանց զույգի եւ բնականաբար արդեն առանց պատերազմի ինքնիշխան պետություն գան ուրիշ ազգի երիտասարդներ։ Եվ էլ ինչին է պետք պատերազմ։ Դա արդեն սպիտակ եղերն է, դա արդեն, այսինքն մենք մեր ձեռքով, մեր ազգը ենթարկում ենք ցեղասպանության։ Ես իմ խոսքը սկսեցի, որ 24 թվականն էր։ Այո, 15 թվականն էր, ապրիլի 24-ն էր եղերն, բայց այո, 17 թվականից մենք ապրում ենք եղերն, որովհետև գլխատում են բոլորին, վերացնում են մեր հիմքերը, վերացնում են մեր հերոսներին, սկսած մեր հերոս զինվորներից, որի անունները ընդհանրապես ջնջեցին մեր պատմությունից, այն մարդկանց, ովքեր ազատագրել էին Արցախը մեզ համար, վերացրեցին դա, վերացնում են եկեղեցին, վերացնում են մեր պատմությունը, երեխաների ուսումը, կրթությունը փչացնում են, պատմության գրքեր անգամ չունեն, քանի որ նոր են գրում իրենք իրենց Հայաստանի պատմություն, Հայաստանի պատմություն։ Քանի որ իրենք նոր են գրում, անգամ գրքեր չեն տպագրում տալիս այդ երեխաներին, ինչ որ պետք է թղթապանակներով գնան սովորեն իրենց անհասկանալի պատմությունը։ Ասեցիք վերացնել եւ թուլացնել մեր հիմքերը,
եւ քաղաքական հետապնդումները Հայաստանում բացի Միքայել Աջապայանից կար նաեւ այլ դեպք, իհարկե դա Վոլոդիա Գրիգորյանի սպանությունն էր։ Որը ի դեպ իր աշխատողներից մեկը փաստորեն հաստատեց, ասեց միշտ էլ եղել են քաղաքական սպանություններ։ Փաստորեն իրենք ընդունում են, որ դա եղել է քաղաքական սպանություն։ Ահա, հիմա խաղաղության մասին է խոսքը, մենք մտնում ենք խաղաղության դարաշրջան, ես սա ցիտատ է ուղղակի։ Ես գիտեմ։ Ահա, մենք մտնում ենք խաղաղության դարաշրջան։ Ժամանակին խոսույթ կար, շատ տգեղ եւ տձև խոսույթ էր, ընդ որում թե հասարակության ինչ որ շրջանակի եւ թե ղեկավարության հատվածում Արցախը տանք հանգիստ ապրենք, եզրույթը շատերը լսել են։ Հիմա հասնում են նրան, որ ասում են Սյունիքը տանք հանգիստ ապրենք։ Ջերմուկը արդեն տվեցին հանգիստ ապրում են, մարդիկ այնտեղ տեղավորվել են լավ, Սևանի սարերում են։ Հիմա հարցս գուցե հռետորական է, գուցե չէ, հռետորական է, բայց նաև կա արդեն մեջը լուրջ հարց, որ տանք խաղաղ կապրենք, դա հռետորական հարցն է եւ ինքնին գալիս է պատասխանը, բայց ինչի տանք։ Ոնց մենք կարող ենք հասնել խաղաղության նման պայմաններում։ Որն է մեր խաղաղության հասնելու բանաձևը։ Եկեք նորից վերադառնանք դրան, ինչ որ ես ասում եի, չկա պատմության մեջ նման օրինակ։ Եվ անգամ տարական մեր կյանքի ընթացքում մանկական խաղահարապարակում չկա այդպիսի բան, որ եթե մի երեխա անընդհատ իր խաղալիքը ինչ որ մեկին տա, իրեն թողեն ինքը հանգիստ ապրի։ Իր բոլոր խաղալիքները միշտ հերթով իր ձեռքից վերցնելու են։ Մինչև չգա ինչ որ մի ծնող այդ հարցը չլուծի։ Եթե այդ երեխան ինքը չկարողանա պայքարի եւ չվերցնի իր խաղալիքը հետ, որ հասկանան այլ չի կարելի։ Ինչ անենք։ Հիմա հարցը սա է։ Վերջին հարցն է։ Impeachment։ Ինչի չեն անում։ Ինչի են իրենց անձնական, չգիտեմ, էգոները, ինչի են դնում ավելի վեր, քան մեր երկիրը, մեր երկրի արժեքները, ինչի։ Եթե քաղաքական Կամ ինչի են սпасել 7 տարի, ես չեմ հասկանում, ես ընդհանրապես չեմ հասկանում, մենք ունենք քաղաքական դաշտում ընդդիմություն։ Ոչ, մենք չունենք, որովհետև եթե մենք ունեինք իրական ընդդիմություն, մենք ունեին բազմաթիվ կետեր, որոնք ուղղակի վերջակետ կարող էին լինել, բայց միշտ ինչ որ մեկը հայտնում էր, ասում էր այսօր եկեք գնանք տուն, վաղը կշարունակենք եւ բնականաբար այդ ոչինչ չեղավ։ Միանշանակ գործող իշխանությունների մնալու խնդիրը հենց դա է, բայց դա մենք թողնենք քաղաքականությունը, որովհետեւ եթե մենք նայենք հետ, բայց դուք հարցնում եք ինչ անենք։ Ինչ անենք, ես Դա է տարբերակը, այլ տարբերակ ոնց պետք է լինի։ Իսկ հասարակության այլ տարբերակներից մեկը գուցե սա է, որովհետեւ 88 թվականի շարժումը երբ որ սկսվեց, այն ի սկզբանե դա քաղաքական չէր ի սկզբանե, այսինքն դա ժողովրդական էր։ Կանաչների շարժում էր, որպեսզի ատոմակայանը փակվեն, այդտենց կանաչների շարժում էր։ Ժողովրդի բանն էր, կամ նույն էլեկտրիկ Երևանը, եթե վերցնենք, դա ժողովրդի շարժումն էլ սկսվեց այլ գաղափարից։ Ժողովրդի ձայնն էր դա, քաղաքական գործիչները։ Բայց ժողովուրդը երբևէ կոտրված չի եղել։ Այն ժամանակ, երբ որ դուք ասում եք, դա սովետական միության մտածելակերպու շատ ուժեղ եւ առողջ մտածելակերպի ժողովուրդ էր, որը ոտքի կանգնեց։ Էլեկտրիկ Հայաստանի ժամանակ դա անկախ հանրապետության, հաղթած հանրապետության երիտասարդություն էր, որը իր ողնաշարը ուղիղ էր պահում եւ ինքը կյանքում ապտակ չէր ստացել։ Հայրական ապտակ, որովհետև այդ ապտակը ոչ թե թուրքերը, ադրբեջանցիները մեզ տվեցին, այլ հայ ղեկավարությունից ստացան։ Եվ այս պայդրությամբ այդ կոտրված, անընդհատ դավաճանված, անընդհատ ինչ որ կորուստներ տեսած, այդ ծանր վիճակում հայտնված ժողովրդին մեղադրել կարելի է, որ իրենք չեն հավատում, երբ որ չեն տեսնում, որ մարդիկ միավորվեն եւ փորձեն ինչ որ բան փոխեն, ով է անում ինչ որ ոչ մի բան։ Մենք կարող ենք պարբերաբար տեսնել պարլամենտում ինչ որ հետ ծաղրանման ինչ որ բաներ, այո իրենք լուրջ են ընդունում, կռվում են ինչ որ իրար, ծեծում են, փորձում են ինչ որ շշեր են իր վրա ժողովրդին շեղելու։ Այո, խլեբը Իսրայելիշ։ Բայց այդ խլեբն էլ են հանել, որովհետև ժողովուրդը այս պայդրությամբ ես ոնց հասկանում եմ, բավականին ծանր են ապրում, որովհետև արժեքը բարձրանում է ամեն ինչի, գումարները իրենց ձեռքը չեն գալիս բավականաչափ եւ բավականին դժվար է։
Շատ բազմաբովանդակ զրույց մեզ մոտ ստացվեց եւ ես կցանկանայի, որպեսզի մենք մեր զրույցը ավարտենք դրական նոտայի վրա, քանի որ ես ի սկզբանե մեր զրույցի սկզբում ես ասացի, որ դուք հասարակական կարծիք ձևավորող մեծ անձնավորություն եք։ Ձեր ոչ թե կոչը, այլ մենք անընդհատ փորձեցինք հասկանալ ինչպես պետք է անել, որպեսզի ժողովուրդը ոտքի կանգնի։ Եվ գալիս ենք հասնում ենք այն եզրահանգման, որ այստեղ բնավ քաղաքական գործիչ պետք չէ, որը կարող է առաջնորդել, որովհետև մեզ մոտ եղել են բազմաթիվ դեպքեր մեր պատմության մեջ, երբ որ քաղաքական գործիչը չի առաջնորդել ժողովրդին, այլ ի սկզբանե ժողովուրդն է առաջնորդել, հետո քաղաքական գործիչը դուրս է եկել եւ հետո միայնակ ժողովրդին առաջ է տարել իր հետ։ Հիմա ինչպես ըստ ձեզ մենք կարող ենք ոտքի հանել ժողովրդին, ձեր խոսքը ժողովրդին։ Ես չեմ ամաչում իմ տարիքից եւ ես այն տարիքում եմ, երբ որ բավականին գիտակից եմ եղել, երբ որ առաջին Արցախյան պատերազմն էր։ Եվ այդ ժամանակ մեր ժողովուրդը այնքան միահամուռ էր, այնքան հավատովլի այդ ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ որ չկար սնունդ, չկար լույս, այդ ցրտի մեջ այդ երեխաները ծնվում էին, մեծանում էին ընդհանրապես լույս չտեսնելով այդ վիճակներում, բայց կար գաղափար։ Այո, կար գաղափար, կար հավատ դեպի պայծառ ապագան։ Հետագայում, երբ որ եղավ քառորյան, ես այդ ժամանակ դեռևս Հայաստանում էի, ավելին ես այդ ժամանակ գտնվում էի Ստեփանակերտում, հենց առաջին պահերից մենք բոլորս մեկնեցինք այնտեղ ու ես եւս մեկ անգամ հաստատվեցի, թե ինչ հզոր ժողովուրդ ենք մենք, ինչ ուժեղ մայրեր ունենք մենք, ինչ ուժեղ փոքրիկներ են մեծանում, դու նայում էիր այդ երեխաներին, անգամ 5-6 տարեկան, դու արդեն իրենց ուժը տեսնում էիր, բայց դա այն երեխաներն էին, ովքեր գիտեին, որ պաշտպանված են, ովքեր գիտեին, որ Հայաստանից հայտնի մարդիկ եկել են, որովհետև այդտեղ այնքան ապահով է, անկախ նրանից, որ այդ դրոնները մեր գլխի վրա պայթում էին, այդ երեխաները գիտեին, որ իրանք ապահով երկրում են ապրում, որը իրենց թիկունքը կպահի, եւ ոնց ուզում են մեղադրեն նախքին մեր ղեկավարներին, ապա այդ ապահովությունը եղել է միշտ։ Եթե անգամ Վանո Սիրադեղյանի մասին խոսում են եւ շատ վատ բաներ են ասում, ապա ես ապրել եմ Հայաստանում, իմ պատանեկությունը, մանկությունը անցկացրել եմ եւ երիտասարդությունը մի երկրում, որտեղ ես յուրաքանչյուր ժամի կարող էի վստահ լինելով, որ ես նորմալ ձեռքերով, ոտքերով առանց վիրավորան կստանալու կվերադառնամ տուն, եւ դրանից հետո ես ապրել եմ էլի ու էլի խաղաղ եւ ապահով երկրում, երբ որ ես չեմ վախեցել մեկնել Ստեփանակերտ պատերազմի օրերին, որովհետեւ ես վստահ էի, որ մենք պաշտպանված ենք։ Ու ես գիտեմ մի բան, մենք ունենք հրաշալի երիտասարդություն, ֆենոմենալ երիտասարդություն եւ մենք ֆենոմենալ ազգ ենք։ Անկախ նրանից, որ ես հիմա կարող եմ ասել, որ մեզ կոտրել են, մեր ողնաշարը կոտրված է, եթե լինի էլի ինչ որ մի զարկ, ժողովուրդը էլի կհավաքվի, էլի այդ խնդիրները նիկոլական ես, նիկոլական չես, երբ որ արդեն իրար հետ ծանոթանալուց դա ինչ որ նշաձող է, շփվես այդ մարդու հետ, թե չէ, դա էլ կջնջվի։ Նորից կվերադառնանք մեր հիմնական գաղափարին, երբ որ մենք պետք է բոլորս մի համուռ կերպով պաշտպանենք այն մեծ աշխարհից, որը միշտ եղել է հայի դեմ։ Դա է պատմությունը։ Ուզում են ընդունեն, ուզում են չընդունեն, մենք առանձնահատուկ ենք, միշտ եղել ենք աչքի փուշ աշխարհի համար եւ միշտ դա չենք գնահատել։ Հուսամ, որ այդ օրը կգա, երբ որ մենք կգնահատենք այդ ամենը ինքներս եւ մեր այդ փայլուն երիտասարդությունը կստիպի, որպիսի աշխարհը կրկին մեզ հետ հաշվի նստի։ Երբ որ մեր երիտասարդները ուժեղ, առողջ մտածելակերպով կստիպեն, որպիսի իրենց արդեն նստեցնեն մեծերի սեղանի մոտ եւ հաշվի առնելով մեր երկիրը, գաղափարները եւ կրոնը շարունակել համագործակցեն մեր երկրի հետ։ Շնորհակալ եմ։ Ավելին ասելու կարիք երևի թե չկար։ Շնորհակալ եմ Գայանե Ասլամազյանն էր մեր տաղավարում, ես շնորհակալություն եմ հայտնում։ Հետևեք Alpha News-ին բոլոր հարթակներում։ Ես Ռոբերտ Գասպարյանն եմ, կհանդիպենք։